Այնացել ենք, նեղվել ենք, ինչ պիտի անենք։ Հա, հոմի լույսի տակ, այո։ Այս կնոջ պես շատերն են Երևանում ամանորը դիմավորել խավարի մեջ։ Մոմի լույսի տակ հյուրեր են ընդունել, լավ վատ հյուրասիրել, ճանապարհել։ Աղցանները, բլինչիկները թափել են ժամանակից շատ շուտ։ Թափել ենք սա։ Կեսը թափել ենք, կեսը պահել ենք։ Շատ երևանցիներ ամանորի գիշերը լույս ունեցող հարազատների տներում են հավաքվել, ինչպես մութ ու ցուրտ տարիներին։ Փոքր երեխեք ունեինք, ուրիշ բարեկամների տուն տարանք երեխեքին։ Սառը ես ինքս հիվանդացա։ Ես ինքս այս ժեշտի բուտկի մեջ հիվանդացա ինքս։ Այժմ բարեկամներն եկել են մեր տանն են մնացել, որ մի կերպ անցկացնեն։ Առավել ճարպիկներն ու հեռատեսները իրենց գլխի ճարը նախորոք են տեսել։ Զինվել են դվիժոկով։ Դվիժոկ կա, ամեն ինչ կա։ Պատրաստվել ենք դրան մենք։ Ոչ լույս ունեինք, ոչ ինտերնետ ունեինք, ոչ մի բան չունեինք։ Մենք գազու բալոն ենք դր փոքր փուչիկաների։ Երկու յոդատարար միջև հոսանք գտվին։ 2025-ի վերջին այս տարվա առաջին օրերին հոսանքազրկումներ են եղել ոչ միայն Երևանում, այլև Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում ու Տավուշում։ Սպառողները հակված են կարծել, որ էներգամատակարարումը կատվածահար է եղել պետականացված հեծի ապաշնոր կառավարման պատճառով։ Անգրագիտությունը, չիմացության արդյունքը։ Սա անգրագետներ են, դրա համար սենց է։ Դրա համար հիմա պետականացնեմ, Սամվել Կարապետյանի դառնեմ Տաշիր Սամոյից։ Այ ողբամ ձեզ, դուք Տաշիր Սամոյ դառնաք, ինչ ասեմ, մելը չի, ողբերգություն եք ազգային։ Օրեցօր շատանում են նորակառույց շենքերը, հեծի բաժանորդները ավելանում։ Տրանսֆորմատորները ծանրաբեռնվում են մանավանդ ցուրտ եղանակին եւ տոնական նախապատրաստությունների շրջանում։ Կոլապսի պատճառներն են նշում քաղաքացիները։ Շենքերը շատացան, բնակչությունը շատացան, ամեն ինչ շատանում են, այդ առումով էլ լրիվ փչացան, իհարկե փչանա, չի դիմանա։ Պատկերացրեք 100-200 կիլո շալակ է, ոսկի շալակ է։ Բոլորը միացրին մի գծիտակ չդիմացան։ Պետք է նոր տրանսֆորմատորներ, նոր պաստանցաներ։ Տրանսֆորմատորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հորդորել էր մարդկանց նոր տարուն խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ հոսանք ծախսող սարքերի հավելյալ կիրառումից։ Հետ նախկին տնօրենը, որ ավելի քան 20 տարի ծանոթ է ընկերության ոչ հեշտ աշխատանքին, հիշեցնում է, նախքան էներգիան խնայելու կոչեր անելը, նոր կառավարիչները պետք է նախապես նորոգման աշխատանքներ անեին։ Մեր ժամանակ յուրաքանչյուր տարի այն տեղերում, որտեղ որ հնարավոր է բեռի ավելացում եւ այսպես խնդիրներ ունեցող կանխարգելման աշխատանքներ են կատարվում, պլանային հիմնավերանորոգում, որի արդյունքում չենք ունենում այս խնդիրը։ Հիմա իրեն կառավարման վերցնելուց հետո ուղղակի չեն կատարել այդ աշխատանքները, որի արդյունքում ունենք այն ինչ որ ունենք։ Ղազինյանի խոսքով տարվա վերջին նորոգումներ չանելու պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ պրոֆեսիոնալ թիմ է հիմա աշխատում հեծում։ Շատերը գաղափար չունեն իրենց իսկ գործից։ Հիմա երբ որ դուք նայեք իրենց նշանակած կադրերի անցած ճանապարհը եւ փորձը կպատկերացնեք հիմնականում պարտված տեխնացուներ, ինչ որ տեղից ազատված անձինք, որոնք բնականաբար չեն կարողանալ դա կառավարել։ Շատ քաղաքացիներ ոչ պրոֆեսիոնալ են համարում ոչ միայն հեծի այսօրվա աշխատանքը, այլև Փաշինյանի կառավարության անդամների ամբողջ գործունեությունը հոգով հայ չեն, ինչպես կարծում է 82-ամյա Վրեժպապը։ Ես իմ ձեռը շանս լինի, ես այդ ղեկավարության բոլոր անդամներից դենկա կանցկացնեի, տեսնեի քանի տոկոսն է հայ։ Լուրջ եմ ասում, որ ասենք հայ Պողոսյան Պետրոսյան ազգանով դա հայ չի, հայ ներսի մարդով է հայ։ Եթե 20%-ը հայ լինի, մենք այսօր չենք ունենա։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։